Ողջույն ընկերներ, այսօր նորից հանդիպել ենք իմ ալիքում ու ուրեմն ունենք հետաքրքիր պրոյեկտ, դա հետևից կանգնած է։ Այս մեքենայից իմ ալիքում իհարկե շատ ա եղել, որտեղ ես մեծ երկր վագում եմ այս ավտոյի W124, այսինքն S124, որտեղ էսի վագոնն է, այսինքն ունիվերսալ թափով է։ Մի խոսքով, սրանից էլի ունեցել ենք ալիքում facelift 1995 թիվ, էսի 1990 թիվն է։ Հիմա ինչ ենք անելու այս մեքենայի հետ շատ հետաքրքիր է լինելու, երկար է լինելու, բայց եղանը կկարծում եմ տրամադրում է, որ նստեք, մի հատ չայ դնեք ու զբաղվեք վիդեո նայելով, ասեմ ինչ ենք անում, առնում ենք մեքենան, հավաքում ենք AMG body kit, այսինքն արտաքինից հավաքում ենք AMG, փոխում ենք բանտաժ պագիշտի AMG, փոխում ենք պատվեսկեն պրուժինները, իջացնում ենք պասատկեն, փոխում ենք կապոտի մեջ, ներկում ենք, մաքրում ենք եւ այլն, հազար ու մի հետաքրքիր լավ բաներ է սպասվում։ Ընկերներ, ամեն ինչ չեմ կարա հիշեմ այս պահին, մոտավորապես մի ժամ 15 ժամ 20 րոպե խտացրած ամեն ինչը դրել եմ, որպեսզի չբաժանեմ մի քանի սերիաների, անպայման նայեք։ Հիմա տենում եք իմ հետևը կանգնած իմ առաջի վագոն 1995 թիվ facelift, եթե այս մեքենայի սերիալները չեք տեսել, անպայման տեղափոխվեք, վիդեոներում կգտնեք։ Իսկ այս պրոյեկտը ավարտելուց հետո ինչ ենք անում ընկերներ, ուրեմն վերցնենք մեքենան, դուրս կգնք մի քիչ քշենք, սիրուն կադրեր կվայելենք ու կփորձենք համեմատենք այս մեքենայի հետ, facelift-ի հետ, դրանք դուք որն եք ավելի շատ սիրում։ Pre-facelift, թե facelift։ Ընկերներ, կարծում եմ բավականին հետաքրքիր ու հաճելի պրոյեկտ է եղել։ Անպայման նայեք վիդեոն մինչև վերջ, ճիշտ է երկար է, բայց մնացեք ալիքում։ Գնացինք։ Okay, ընկերներ, եկեք տնանք հիմա ինչ ենք առել ու ինչով է տարբերվում մեր նախորդ վագոնից այս մեկը։ Ուրեմն սա մինչև facelift-ն է, այսինքն մինչև restyling-ն է։ Էսի 90 թիվ է, M103 մոտորով։ Այն մեկը 95 թիվ էր, վերջի վիպուսքն է կարծեմ ու M104 մոտորով, ամեն մեկը իր յուրահատկություն ունի, այս ավտոն էլ է ինձ ճիշտ ասած շատ դուր գալիս, բայց հիմա ինքը գտնվում է այս վիճակում, էսի նրանից մի քիչ է քշած 186 000, ինքը ընդհանուր վատ վիճակում չի, այստեղ հետևն է մի քիչ կախ, դեմն է բարձր, այս հետևը հիդրավլիկներից կապված էլի խնդիր ուներ, ինչպես առաջինը, բայց էսի թափ չէր տալի, ուղղակի կախ է, բայց կնայեմ, կարող է եւ ուղղակի իջացրել են հետևից, չգիտեմ ինչի, կամ դիմացի պրուժինները իրանը չի, մի խոսքով, մի բան այն չի այս ավտոյի հետ, սենց պետք է չլինի, բայց էդի խելք ենք բերելու ու ցույց կտամ հետո ոնց ենք անելու։ Ներքի վերաբերյալ ինչ կա, ուրեմն ստեղ չգիտեմ ինչքանով է կամերան ցույց տալիս, բայց բանի դեֆեկտներ կա, լաքի, այսինքն լակ թռած է, ներքի հետ կապված սենց բաներ ունենք, թռած paint chips բան, այս կողմ բամպերներն է խամրած, Ստեղ ունենք ֆարը ջարդած, այս մեկը նորմալ է, այս մեկը նորմալ չի, ու այս հետևի դուռը նույնպես խամրած է ներկա, ստեղ որ նայեք, լրիվ խամրած է, ընդհանրապես փայլ չկա, եթե մատը ստեմ տամ, նայեք, ատրաժենի, հայերեն արտացոլանք, ոչ մի ձև չկա, լրիվ խամրած սպիտակ մատավի ներկա, ստեղ ունենք այս մի լույսը ջարդած, ստեղ նույն ձևի խամրած է ներկը, այսինքն խշխշոց չպետք է գա ներքից, այսինքն լրիվ խամրած մատավի այսպես ասած, ստեղ ունենք ժանգ, որը որ պետք է սարքվի, ոնց որ տենում եք ակերը համարյա բացակայում է տակից, արդեն պրովուլկեքն է դուրս գալիս, ուրեմն սալոնի հետ կապված ինչ կա, սալոնը բավականին լավ վիճակում է, ուղղակի կեղտոտ է, հիմա որ նայեք սենց լավ կեղտոտ է,
Ընդհանուր առմամբ լավ վիճակում է, ղեկանի վսենց ինչ-որ տարակած վիճակ է, ունենք խնդիր, օդոմետրը չէր աշխատում, մոտավորապես երևի մի 5000 մայլ սրանից ավելի քշած չէր աշխատում, սարքեցի օդոմետրը արդեն, ճիշտը կադրի մեջ ցույց չեմ տվել, բայց արդեն սարքել եմ, ստեղ ունենք այս փետի խնդիրը, այս փետը լրիվ մահացած վիճակում էր, ճիշտն ասած, ընդհանրապես լակ չկար վրան, ներք չկար, պլոկված, այս էլ արդեն սարքել եմ, կարծում եմ վատ չի, ընդհանուր ֆոնից չի տարբերվում, փայլը կա, մի քիչ իհարկե կարելի էր ավելի լավ անել, եթե փչվեր այս ինչը որ այս պոլիուրիտանը փետի վրա է փչվեր ավելի հարթ մակերես կստանանք, բայց քանի որ կոմպրեսոր դեռ չունեմ, չեմ փչել, քսել եմ ու մի քիչ թե խորթուբորթություններ կա։ Սալոնի հետ կապված կարծում եմ այսքան է։ Ընդհանուր առմամբ նստատեղերը լավ վիճակում են։ Նույնը հետևը։ Էսի, ինչպես տեսնում եք, էսի արդեն կաշվի նստատեղերը չի, այս սրանք կոչվում է Ambitex, այսինքն Ambitex-ը էսի մեր լեզվով ասած դերմանտինն է, որը որ շատ դիմացկուն, ահա որ երկար ժամանակ դիմացող մատերիալ է, բայց ամեն դեպքում կաշի չի, սա այդ առումով մի քիչ այս մեկը զիջում է նրան, բայց ամեն դեպքում։ Հիմա եկեք տենանք մատորնի այս միջավայրում ինչ կա։ Okay, ստեղ ունենք ուրեմն M103 մատորը, վստահ չեմ, կարծեմ 178 ձիաուժա, էսի 3 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցային է, նախորդը իհարկե 302 մատորն է, 104 մատորն է, հայերեն չէ, այն ժամանակ պլիտկա էինք ասում, երևի հիմա էլ են ասում, չգիտեմ, խոսքով, ինչ ունենք ստեղ անելու, մաքրություն իհարկե, այս բաչոկը ծակա չի աշխատում, էսի պետքա մի հատ մաքրվի, սարքվի, ստեղ ինչ ունենք, այս self leveling-ի հեղուկը ինչպես միշտ պակասեր, ավելացրեցի, հետևը մի քիչ բարձրացել է, բայց իհարկե լրիվ չի, ուրեմն ստեղ այս valve cover-ը իսկականից դուրս չի գալիս այս վիճակը, կուզեի մի հատ մաքրվեր, սիրուն ներկվեր, ուզում եմ կարմիր ներկեմ, ինչ կարծիք եք, դուք էլ ձեր կարծիքը ասեք, չգիտեմ ինչքանով սիրուն կնայվի, բայց մարդը կարող ասի դա կոլխոզ է։ Հիմա այս մեքենայի հետ կապված, ինչքան որ հիշում եմ, սրանք կա գործ անելու, ուրեմն ինչն է կարևորը, ինչ ենք պատրաստվում այս մեքենայի հետ անելու, այդ ամեն ինչը ելնելու է հենց այս սերիայում, այս պրոյեկտը կարճ է տևելու, ձեր համար մի սերիա, իմ համար իհարկե երկար կտևի, բայց ուրեմն ասեմ ինչ ենք հավաքում ենք Gen 1 AMG body kit, այսինքն Dorres Tile-ը, այն մի վագոնը, որը ես նախորդ սերիայում ցույց եմ տվել, որ տեսել եք, եթե չեք տեսել, անցեք հղումներում նայեք, 95 թվականի, դա Gen 2-ն է, այսինքն restyling-ն է, այսի հավաքում ենք Gen 1 AMG, ուրեմն փոխում ենք դիմացի բամպերը, AMG ենք հավաքում, փոխում ենք դիմացի լուսարձակները, փոխում ենք եվրո լուսարձակների, փոխում ենք AMG style գրիլը ոնց է, այս մի խոսքով, չգիտեմ, ներկելու եմ այս մոխրագույն մասերը սպիտակ թե չէ, որտեղ body kit-ը, հետևի բամպերը, այս կողքի պատնոշկեքը ու հետևի բամպերը առանձին պետքա ներկվի, ինքը առանձին է դա body kit-ը ու չգիտեմ, եթե գույնը փոխենք, սարքենք սպիտակ, ուրեմն պետքա ամբողջը սպիտակ ներկվի, դուք էլ գրեք ոնց եք կարծում, սպիտակ անենք, թե այս մեկն էլ ուղղակի սենց թողենք սերիով, երկուսն էլ հետաքրքիր տարբերակ է, ուրեմն էլ ինչ ենք անելու, փոխելու ենք սպանը, կախոցային համակարգը, suspension-ը իջացնելու ենք մեքենան, դեմը դնում ենք սպորտային զսպանակներ H&R ֆիրմայի, գերմանական օրիգինալ, թանկ արժեն շատ, բայց պետք է անենք, արդեն պատվիրել եմ կլինի,
body kit-ը պատվիրել եմ կլինի։ Մի խոսքով, ինչ ենք նոր անում, բացի փայլացնելուց իհարկե մի հատ էլ կփայլացնենք, փոխելու ենք իհարկե հետևի լուսարձակները, որովհետև այս մեկը կոտրած է ու պետքա համապատասխանեցնենք իրան մեր AMG արտաքին տեսքին։ Այդ ենք անելու ու փոխելու ենք ամենակարևորը բանտաժները նույնպես դնելու ենք լենունեղ 17 դյույմ AMG մոնոբլոկներ, որ արդեն ունեմ, բայց ինքը պետքա սարքվի, ներկվի, փայլացվի, մի խոսքով հիմա շատ տխուր իրավիճակում են դրանք, բայց ամեն դեպքում անելու ենք։ Այդ ամեն ինչը հիմա արդեն կա։ Մենակ հետևի բամպերը չեմ կարում ճարեմ ստեղ սեդանի, կաբրիոլետի, կուպեի համար հետևի բամպերները նույնն է ու բոլորը այդ ամեն ինչը կա ստեղ, բայց վագոնի համար չեմ կարում ճարեմ, չգիտեմ ինչն է խնդիրը, չեն արտադրում։ Մի խոսքով, բայց արդեն պատվիրել եմ Եվրոպայից, Լատվիայից է գալու, հենց որ չգիտեմ երբ կգա, բայց ամեն դեպքում այս վիդեոյում դուք էդի հաստատ կտենաք։ Մի խոսքով հավաքում ենք Gen 1 AMG, այս մեր ընկերը իհարկե, այսի չգիտեմ, այս մեքենան, այսի ուղղակի ֆանտաստիկա է։ Որտեղ ես փողոց դուրս գամ այս մեքենայով, ցանկացած քաշով, որտեղ $1 միլիոն ավտոներ են, այս մեքենան ուշադրություն է խլում։ Այսի Gen 2-ն է, ռեսթայլինգն է։ Եթե չեք տեսել հանգարց այս մեքենայի վիդեոները, անպայման մտեք, ամբողջ ռեստավրացիայի 3 մասերը ալիքում կա, մտեք նայեք։ Թույն բան է լինելու, հավատացնում եմ, ես արդեն պատկերացնում եմ ինչ է լինելու։ Նենց որ ընկերներ զինվում ենք համբերությամբ ու սկսում ենք կերպարանափոխության գործունեությունները։ Ուրեմն հիմա եկեք նայենք ինչ ունեմ, ինչ եմ պատվիրել, ինչ է եկել ու ինչ ենք տեղադրելու, համարյա ինչը որ թվարկեցի, այդ ամեն ինչը հիմիկվա դրությամբ արդեն կա, բացի հետևի բամպերից, բայց այս վիդեոյում անպայման հետևի բամպերն էլ կլինի, իմ համար կլինի մի ամիս հետո, ձեր համար մի 5 րոպեից արդեն վիդեոյի մեջ կլինի։ Մի խոսքով body kit-ը, բանտաժները, պագրիշկը լենունեղ, եվրո լուսարձակները դեմ հետև, էլ ինչ մնաց ու սպորտային պրուժինները, որ պետքա պատվեսքին իջացնենք, H&R-ները, այդ ամեն ինչը կա ու հիմա ես բոլորից ցույց կտամ ինչ կայֆոտ բաներ ունենք ու սկսենք տեղադրել արդեն, գնացինք։ Եկեք սկսենք երևի թե ամենակարևորից, բանտաժ պագրիշկից, գնացինք։ Ուրեմն ընկերներ 17 դյույմ AMG մոնոբլոկներ, օրիգինալ, լենունեղ, լրիվ նոր անվահեծերով ու համարյա թե նոր են, բայց պետքա իհարկե ոնց որ տենում եք այս լրիվ վերանորոգվի, պլանավորում եմ այս մեջերը ուրիշ գույն անեմ, լիպերը փայլացնեմ, բայց էսի եկա գործա պետքա լրիվ այս ներքը թափվի, փոլիշ արվի, ներկվի, փայլացվի, նոր կտեղադրենք ավտոյի վրա։ Ձեր կարծիքով ինչ գույն կլինի սիրուն մեջտեղը որ անեմ, ես իմ մտքի մեջ ունեմ, դուք էլ ձեր կարծիքը գրեք ինչ կուզենայիք որ լիներ։ Ուրեմն էսի բանտաժ պագրիշկը հիմա ցույց տամ ստե ինչ ունենք։ Բում, այսքան բան ունենք ընկերներ ստե։ Բոլորը ամբողջովին նոր, որը որ պիտի տեղադրվի ավտոյի վրա, հələ երկու բան էլ կա չի եկել, բայց վիդեոյի վերջում կգա։ Հիմա ունենք այս իրա պատնոշկեկն է AMG պլաստմասից, ոչ fiberglass-ը լրիվ զիբիլ էր, տանջեց այն մեկի վրա, բայց մի խոսքով այս մեկի վրա արդեն ունենք սենց, հուսով եմ ֆիթմենտը լավ կլինի, առանց տանջվելու կդնենք, ունենք ստեղ AMG դիմացի բամպերը, լրիվ նոր, հետևինը ճանապարհին է գալիս է Լատվիայից, ստեղ ինչ ունենք,
H&R Loring Springs գերմանական սպորտային պրուժիններ է ցույց տամ սրանք դեմիններն է խոսքով լրիվ նոր բացարձակ նոր տեղադրենք պասատկեն փոխելու համար ուրեմն այստեղ ինչ ունենք Euro headlight-երը այսինքն դիմացի լուսարձակները փոխում ենք եվրո դժվար է լինելու որովհետև իմը ամերիկյանա ու բաներ ունի չոտկեր ունի որը որ հենց չի որ այնի հանում ես էսի դնում ես ինչ որ մոդիֆիկացիաներ է պետք անել բայց երևի գլուխ կհանենք կամ չոտկերից ուղղակի կազատվենք նորից լրիվ նոր այստեղ ունենք fog light-երը, այսինքն fog light ոնց է մառախուղային այդ լուսարձակները ինչ ունենք ստեղ հիմա ցույց կտամ օպա ստեղ ունենք մեր հետևի լուսարձակները AMG style ինչպես տեսնում եք ընկերներ լիքը լավ բաներ ունենք հələ դիմացի գրիլը աբլիցովկեն ճանապարհին է էտելա գալու վիդեոյի վերջում ապայման կտենակ նորից լրիվ նոր AMG style ոնց որ ունենք sense լիքը լավ բաներ ու հիմա կամաց արդեն սկսենք տեղադրել մինչև մնացածը կհասնի սկսենք երևի թե չգիտեմ երևի թե ինչի սկսենք հեսա մի բանից կսկսենք ընկերներ եկել ենք ներկ բռնենք Mercedes-ի համար սկսում ենք ներկել որոշեց երկու գույն անեմ տակը սերը թողեմ նենց ոնց որ կա վերևը դե իրանք է սպիտակը ոնց որ հիմա եկել ենք ներկ բռնելու ներկը բռնենք կտանենք ներկողի մոտ կներկի ու կսկսենք արդեն տեղադրել հավաքել ընկերներ բադիկիտն եմ փորձարկում տենամ ես մեկը ոնց է նստում վերել մինչև ներկելը որովհետև եթե լավ չի նստում ներկելուց հետո ավելի դժվար է մոդիֆիկացիաները եթե բադիկիտի կեսը վրեն արդեն հիմա ցույց տամ ինչ ստացվեց դրել եմ մոտարապես որ հասկանամ ներկելուց առաջ ոնց է նստելու որտեղ ներկելուց հետո չեմ կարող շատ բան անեմ եկեք տենանք էսի դիմացի բամպերը կարծում էսի թույն ալնելու էս ավտոն вообще բոմբ ալնելու այստեղ ինչպես տենում եք զազորներ կա իհարկե բայց էդի հետ էդի գդզվի Էսի նախնական ու ինձ ուղղակի պարզ է արդեն ոնց է նստելու Այն fiberglass-ի զիբիլից հետո էսի թակավորությունն է մեկիկ պատնոշքին նայենք Okay, ասել պատնոշքին անտիրան նստում ուղղակի չգիտեմ իդեալական նստում է вообще մտածելու բան չկա Արցում եմ բամբինյոյի ալնելու Հիմա հանում եմ, զավասկույները տեղադրում եմ, սրանք գնում են ներկելու Գելը Mercedes-ը պատրաստ է, ներկը իհարկե, կապոտը, դեմի շիթը, եկել պատնոշկիքը պատրաստ է, հիմա գնում ենք վեկալենք, չգիտեմ լավ է եղել թե չէ Մանավանդ կապոտի վրա վստահ չեմ, որովհետև նույն շիթը կարա լավ լինի պատնոշկեքը, որովհետև լրիվ մաքուր կտորներ էր, ուղղակի այդտեղ վատ լինելու տարբերակ էլ երևի թե չկա, կապոտը չգիտեմ։ Հիմա կգնանք body shop, կվեկալենք ավտոն, կնայենք, կհասկանանք։ Լավ գործ ա եղել, թե լավ գործ չի եղել։ Հաստատ այդպես կշարունակենք, այսօր գնացինք։ Body shop-ի մոտ եմ արդեն հասանք կտենանք ավտոյի վիճակը Green Line Auto Body Shop խոսքով գնանք տենանք ինչ վիճակը Կենգերն էսա մեքենան Body Shop-ում է ներկված է էսի մեր կապոտն է ոնց որ լավ է եղել վատ չի ինչ փոշի մոշի կա բայց ոչինչ, ընդհանուր առմամբ լավ է հենց որ էդի տեղ ստեղ ունենք ներկված բամպերները ու
ու պատնուշկեքը։ Հիմա սենց ոնց որ թե լավ է, մի քիչ ինձ թվում է ոնց որ չլինի թերություններ կգտնենք, բայց կարծում եմ լավ է։ Կտանենք, կհանենք նորմալ կուսումնասիրենք, կհասկանանք ինչ ալնում։ Բայց ես հետևի կախված մոմենտն էլ իհարկե դզվել է, հեղուկը լցրեցինք, մի քիչ աշխատեց, հետևը բարձրացրավ, հիմա որ նայում ես, հետևի բարձրությունը նորմալ է թվում, կախ չի թվում, մի քիչ երևի թե շատ քիչ, բայց ամեն դեպքում հեսա մեկապարուժիները փոխելու ենք, պասատկեն ամեն դեպքում իշնելու, բայց արդեն իր self leveling-ը նորմալ աշխատում է, հենց որ կարծում եմ լավ ալնելու։ Green line ավտոբադին, հենց որ եթե պետք կլինի, դիմեք։ Գերներ, օքեյ, բամպերը այսա լարև վատ գործ չի արված չեմ բողոքի ինչ գին որ ուզել է ներկողը անունը Սամվել է ցույց տվեցի Greenway ավտոբադիում աշխատում սա ներկել է լավ բան չեմ ասի այստեղ էլ ունենք պատնուշկեքը որը որ կարծում եմ նորից լավ է բավականին լավ սիրուն թարմ նոր վիճակ հենց որ պիտի սկսենք տեղադրել ընկերներ արդեն սկսում եմ գործ անել հիմա ցույց տամ ինչ եմ անում ուրեմն սկսում ենք ֆարերից ֆարերը սկսենք արդեն քանդել հանել նորերը կտեղադրենք ցել ենք հիմա ֆարերը քանդում ենք այն մեկը արդեն հանել եմ այս մեկը ճամփին է այս էլ քանդեմ ու տնենք այն նորերը ոնց ենք միացնում կոնեկտորների տարբերություններ կա այս սրանց հարցը կա որը որ մոդիֆիկացիաներ ուզում կարող է դրանք ուղակի հանեմ չգիտեմ կտենանք հենց որ գնացինք ընկերներ մինչև հին ֆարերը տեղադրել եկեք մի հատ էս յուղ ու ջնջուկ եղտստեից մաքրենք սիրունացնենք հետո կտեղադրենք հենց որ գնացինք Խնդոշության տեղը հիմա ունենք էսի Հիմա նոր հանգիստ խեղճով կարանք նոր ֆարերը հավաքենք վերեն, տենանք մեզ ինչա պակասում։ Ընկերներ, ուրեմն հիմա այս հանի եղած չեղածը ստուց հանում ենք, դնում ենք ընդեղ։ Ուրեմն ագին տարբերություն կա ամերիկյանի ու եվրոյի, ինչպես դնում եք ամերիկյանի վրա գնում է այսպես լույսեր, եվրոպականի վրա կոնեկտորները լրիվ ուրիշ են ու գնում է արդեն այսպես լամպուշկեք ու ստեղ էլ մեկ էլ daylight-եր կա որոնք էլ ստեղ է գնում ոնց որ հիմա սրանք փոփոխությունները կանենք ու կսկսենք հավաքել տենանք ինչ է ստացվում պրուժինները փոխելու ժամանակն է մինչև մնացած բոլոր մասերը իր խելքի գան դրա համար ունենք սենց գործիք հատուկ պատվիրեցի հիմա առաջ անգամ եմ այս գործը անում չգիտեմ կկարողանամ չեմ կարա կսպանեմ ինձ չեմ սպանի չգիտեմ բայց ամեն դեպքում պետք է փորձել
ասում են վտանգավոր է։ Փորձենք տենենք ինչ ալնում։ Գործիքը մեջն է, ասա մեջից մցնում ես։ Այս մի շայբ են ստե է գնում տակը։ Այս մեկը սենց վերև է, ու պետք է ֆռցնենք, սխմենք, տենենք ինչ ալնում։ Գնացինք։ Ուրեմն պրուժինը դնելու ժամանակ այդտեղ թվիչում արեցի, որովհետև ցույց տամ ինչ է եկել։ Հետևի բամպերը, նո այսինքն նասատկեկ է, ցելի բամպերը չի, որովհետև բամպերը շատ թանկ էր, էսա նասատկեկն է, եկել է Լատվիայից $500 ինքն էր, ու $110 էլ ռաստամոշքեն եղավ, խոսքով մենակ հետևի բամպերը 610, մնում է հացենք տենենք ինչ է եկել, տենենք նորմալ է, նորմալ չի, ներկենք ու ասնենք առաջ։ Հիմա գնանք շարունակենք մեր պրուժինները փոխել։ Գերներ ես մի կողմը վրեն է, բայց ես մեր գործիքը փչացավ, լրիվ մի ձիբիլ էր, ոսի կարա տամ մարդ սպանի, բայց ամեն դեպքում փչացավ, քանդվավ 2.5 լավ, մի կերպ հանեցի, գնացի ուրիշն առա, ես էլ չի լինում, որովհետև ծակերը չի մտնում, մի խոսքով փորձենք տենենք ինչ ալնում։ Okay, երկրորդ պրուժինը լրեցինք, հիմա այսը արդեն լավ նստած է տեղը կարծում, խնդիր չկա։ Այսա բաղիշկը հետ կդնենք վրեն, իջացնենք ավտոն, կտնենք ասատկի ինչ փոփոխություններ կար, ոնց որ հիշում եք լավ վերև էր կանգնում առաջը, հիմա կփոխենք։ Հետևը ռեգուլիրովկով է, չգիտեմ կփոխեմ պրուժինները թե չէ, եթե ռեգուլիրովկով դզվի, չեմ փոխի։ Okay, ընկերներ, այս մի կողմի պրուժինը հանեցի, ոնց որ թե ամեն ինչ բարեհաջող ընթացավ։ Հիմա ստեղ մի հատ կմաքրտենք, այն մի պրուժինը նորը կդնենք արդեն, գնացինք։ Ընկերներ, հիմա եկեք տեսնենք նորի ու հանի տարբերությունը երկարության, ինչպես տեսնում եք բավականին կարճ է, բայց մենակ հարցը կարճը չի, ուրիշ խարակտերիստիկա էլ կա, իր ճկվելու, սրանք շատ ավելի ձիգ են, կառավարության վրա իհարկե շատ պետք է որ ավելի լավ ազդի, հենց որ հիմա այս կտեղադրենք, կանցնենք մյուս կողմին, հիմա եկեք մի հատ ստեղ մաքրենք 100 տարվա ցեխու կեղտից։ Համոզված եմ երբեք այս պրուժինը ստեղից դուրս չի եկել։ Սենց ուրիշ բան։ Okay, ընկերներ, շարունակում ենք պրուժինները փոխենք, հետևիններն էլ ենք դնում, հիմա այս հետևի ռիչագը քանդեցի, հիմա կհանեմ այս պրուժինը, հույսով եմ նորմալ դուրս կգա, ու նորը կդնենք ու կանցնենք այս մի կողմը, հենց որ գնացինք։ Ընկերներ, մի բանը, որ պետք է տևի ավտոյի վրա 5 րոպե, կարա տևի 5 ժամ, ու նույնպես պրուժինի հանելու հետ կապված եղավ, հիմա այսենց մրի մեջ շնչակտոր եւ այլն, ու այս անասունը դուրսն է։ Հիմա կբերենք HR-ը, կդնենք տեղը, կձգենք, կանցնենք էլ մի կողմը, գնացինք։ Ընկերներ, էսի հինը, էսի նորը, ինչքան կարճ է էսի։ Ես չգիտեմ, աչքիս շատ է հիշնելու հետևը, բայց կփորձենք տենանք ինչ կլինի ամեն դեպքում։ Երեր 5 ժամ հետո դավոյ օգնությամբ այսենց տակը ես հերիք չի մրոտ կեղտոտ, դավուն էլ մրոտ կեղտոտ, բայց պրծանք պրուժինները հետևի տակն է։ Հա, մի հատ է ձգենք, կանխուլնի։ Հեսա այս բանով երևի գցենք։ Սար ունենք ես վիճակը։ Բայց ես վերև։ Իհարկե։
Ինչ ես ուզում անեցնեմ։ Okay, ընկերների չասրեցինք, պասատկեն հիմա դեմը նստում է այսենց։ Հիմա որ կարծում եմ քշեմ մի քիչ էլ կիշնի, բայց վատ չի ու պետք է հաշվի առնենք, որ դնելու ենք նաև 17 ձույն բանտաժներ, սրանցով չի մնալու, ու ըստերը արդեն կերև է, հիմա դեմ հետև համարյա հավասար է նստում, կհասկանանք պասատքի հետ ուրիշ ինչ ենք անելու, հիմա հլվոր այսքանը։ Հիմա ինչ ենք անում, ուրեմն ցույց տամ, սի ֆոգլայթերն է, այս պրացիվատուման կա, մի խոսքով հակամառախուղային լուսարձակներն է, հիմա ինչ եմ ուզում անեմ, իրանք լրիվ նոր են, բայց ես ուզում եմ իրանց սարքեմ դեղին, սպիտակի հետ կանտրաստ տալու, կարծում շատ ավելի սիրուն կլինի, ոնց որ հիմա իրանց կներկենք դեղին հատուկ ներկով, որը որ հենց նախատեսված է դրա համար, հիմա ցույց տամ։ Okay, ունենք սենց ներկեսի ինքը անոդացված ներկա, որը որ կարաս ապակու վրա անես ու ինքը ուղղակի գույն է տալիս պելոնկի պես, բայց չի ծածկում էլի, հիմա նենց որ է սրանով կներկենք։ Եկուրեմ հիմա եսա մի թեթև հիմա մի թեթև առաջի երեսը կտանք ու կտենանք ինչ արդյունք է ստացվում, գնացինք։ Թողում է չուրանա, հետո կտանք երկրորդ երեսը, սենց 90-ականների տրամադրությունը ավելի լավ է ստացվում, էլի, դեղինով ինչ կասեք։ Ընկերներ, ուրեմն այսօր շարունակում ենք տեղադրել լույսերը, այս արդեն դեղին ֆոգլայթերը, որ ներկեցինք սիրուն, միացումները պետք է տամ, որ նոր հետո հավաքեմ, որ դեմի բամպերը հավաքեմ, ուրեմն դրա համար ինչ է պետք, դրա համար պետք է, որ այս իր օրիգինալ ֆոգլայթերից, այսինքն պրացիվատուման կեքից պետք է հանենք լարերը, երկարացնենք, պայքով տեղափոխենք դեպի այ նրանց վրա, սրանց վրա։ Ճիշտ ասած, ես էլեկտրականությունից առանձնապես բան չեմ հասկանում, բայց կփորձեմ անեմ, կարծում եմ, դժվար բան չկա։ Այս կողմը արդեն փորձում եմ լինում է, միացումները տվեցի, ստուգեցի, այս մի կողմը 12 վոլտ չի գալիս, չգիտեմ ինչի, բայց պետք է գտնել ինչի, ամեն դեպքում հիմա կոնեկտորները կմիացնենք, պայքեքը կտանք ու կտենանք ինչ է ստացվում։ Հիմա ուրեմն սենց միացումները տվել եմ, ուրեմն սենց գալիս է այս ֆարի մեջ, միանում է իր օրիգինալին։ Հիմա միացնենք, մի հատ տենանք աշխատում է, թե չի աշխատում, հեռանցնենք այն մյուս կողմը։ Հույս ունեմ աշխատում է։ Այո։ Սրտենում եք աշխատում է։ Հենց որ ես մեկ եղավ, անցնում ենք մյուսին։ Ընկերներ, արեք ինչ-որ բան, որ ուզում եք անեք, կստացվի։ Ես ընդհանրապես այս 5 օրը ուղղակի ուսումնասիրում եմ, էսի ոնց է աշխատում, ինքը շատ պարզ մի բան է, բայց պետք է հասկանալ ոնց է աշխատում ու անել։ Գաղափար չունի ընդհանրապես, բայց արեցինք եղավ, նենց որ դուք էլ արեք ձեր մոտ է կստացվի։ Գնացինք մյուսը։ Վերջապես ունենք երկուսն էլ աշխատող, 1, 2, 12 վոլտի հետ կապված խնդիր կար ինչ-որ, ներվերս կերավ, միացումները ուղիղ տվեցի, ստեից 12 վոլտը վերցրեցի, տվեցի ստեղ, որտև ստեյ, կոնեկտորից 12 վոլտ չէր գալիս այս կողմը,
Հենց որ սենց արդեն պատրաստ է, մնում է բամպերը հավաքենք։ Всё, հոսանքի հետ կապված այսքան ընկերներ, ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, ֆարերը վառում է, մարգոտները աշխատում է եւ այլն, գնացինք։ Ժամանակն է բամպերը հետ հավաքենք վրան, տենանք ոնց է նստում, արդեն ներկած, ունենք նոր բոլտերը, այնա բամպերը ընդեղ է։ Մի խոսքով սկսում ենք հավաքել, գնացինք։ Ինչ ընկերներ, բամպերը վրան է, ահագին ձևափոխություններ իհարկե, շատ վատ էր նստում, զազողները ահավոր, այտենց խիմիչիտներ եմ արել, որպեսզի այս տակի զազողները, այս ֆարի ու այս գիծը որ տենում եք, նորմալ նստի, որտեղ շատ վատ էր նստում, բայց կարծում եմ թույնի կա։ Սա պատվառնիկներն բերենք ձգենք վրան։ Գեներ եկեք մի հատ պատվառնիկները միացնենք, տենանք ոնց եղավ, կարծում եմ թույնությունը։ Yeah baby. Yes, այս իններն ինչ որ ուզում էի ստանալ, բոմբա։ Բոմբությունը։ Սա անջատեմ դա։ Օպս։ Շնանգերներ բեսամ ուրախ եմ ու գոհ եմ ինչ որ ստացվավ։ Նավ արդեն կկպնենք ցերեկ, որտեղ իմ արդեն մութա բան չի երևում, բայց ինչ որ ուզում էի տենայ, տենում եմ ու դզում է։ Ոչմ, ձեր մար հաջորդ վարքյանից իմ համար չգիտեմ քանի օր հետո անցանք առաջ, պատնուշկեքն ենք հավաքում երևի թե։ Կալիֆոռնիայում ինչ-որ անձրևաշատ եղանակ է զզվելի, սա ջուր է, բայց գործը պետք է շարունակել, գոնե մի 5 րոպե կտրվել է անձրևը։ Պիստամ ընդեղ մի քիչ այսպես արդեն կապույտ երկինք է երևում, բայց սա ջրի մեջ կորացենք։ Ինչպես տեսնում եք, դեմը արդեն ահագին բան է արվել, բամպերը վրան է, ֆոգլայթերը վրան է, ինչն է մնում, այն սև պլաստիկ փարթը դրեցինք, այս որ տենում եք, էդի դրեցինք, հիմա ինչ ենք անում, հիմա եկեք փոխենք աբլիցովկեն, մանրը ամբողջացնենք, տեսքը գնացինք։ Ուրեմն աբլիցովկեն ունենք, այսա լրիվ նոր AMG style, այսպես ասած։ Մենք աբլիցովկեն վրան է, հիմա դնում ենք հետևի ֆարերը, դնեմ պրծնեմ, ընդհանուր ցույց կտամ։ Այսա ֆարերը նոր տուփի մեջ գեղեցիկ մեկ եւ երկուս։ Okay, էսի հինը մինչև ու այսա կտենակ նորա։ Սա աբլիցովկեն փոխեցինք։ Կարծում եմ շատ ավելի լավ է, ավելի թարմ տեսք է տալիս։ AMG 7 Դուք էլ ձեր կարծիքը գրեք ընկերներ, ոնց է, լիքը նոր բան կա ավտոյի վրա, ձեր կարծիքները կուզեմ իմանամ, կարծում եմ սիրուն է եղել։ Հիմա եկեք նայենք արդեն tail-light-երը, այսինքն հետևի լույսերը, տենանք ոնց եղավ։
Ընդհանուր այսպես տեսք ունի։ Գրեք ընկերներ, գրեք իմանանք դուք ինչ եք մտածում, ինձի դուր է գալիս հաստատ շատ ավելի լավ էր, քան այդ։ Ընկերներ, պալերովկա եմ անում հիմա, քանի մի 2 ժամ անձրևը դադարել է։ Սենց առանձնապես լավ չի երևում պալերովկի արդյունքները, բայց այստեղ լրիվ խամրած էր իհարկե։ Հիմա տեսնում եք, ընդհանրապես խամրած չի։ Ու այստեղ նայեք, որովհետեւ լույսը շատ վատն է ու թույլ է։ Տարբերությունը այստեղ պալերովկա արած է, այստեղ արաշիտերում եք ինչքան դեղին հին ինչ-որ կեղտ կա սրա մեջ, այստեղ նայեք, մեկի մեջի կեղտերն է, սա մտել է մեջը, իսկ այստեղ արդեն մաքուր է։ Նոր ներկացի պես չի փայլում, բայց շատ ավելի մաքուր ու ակուրատնի է, ոնց որ շարունակում ենք ընկերներ։ Գերն ինչպես տեսնում եք, պրոցեսի մեջ ենք աշխատանքային, ավտոն պոլիշ արած է, բայց հիմա վաքսել եմ, այնց որ հələ որ կիսա խամրած ալնելու, մինչև վաքսը կմաքրենք, հիմա ուզում եմ մինչև վաքսը մաքրել եմ, մի հատ պատնուշկեքը տեղադրենք, հաջորդ քայլը էդ է, այնց որ եկեք սկսենք։ Ընկերներ, պատնուշկեքը դրեցի վրան, եկեք հիմա նայենք ոնց է եղել։ Քեզ արդեն դեմի շիթը պատնուշկեքը վրան։ Իհարկե կարծում լրիվ սպիտակով ավելի էֆեկտնի կնայվեր, բայց այսեն ասացինք սենց փորձենք, տենանք ոնց է լինում։ Կարծում եմ էլի վատ չի, բանտաժներից հետո լրիվ կփոխվի տեսքը։ Ուրիշ չստում ենք, պասատկեն համարյա կպնում է գետին։ Ուրեմն ինչա մնացել է այս հետևի բամպերի նասատ կեքը դնենք վրան, որը որ անցնելով առաջ ասեմ խայտարակություններ դրել եմ, փորձել եմ, կարելի ասել այս ավտոյի համար չի, ինչ-որ ընդհանուր ունիվերսալ մի բան է, որը որ լավ չի աշխատում, այսինքն ունիվերսալը բոլոր 124-ների վրա, իսկ ինչպես գիտեք վագոնինը հետևի բամպերը լրիվ ուրիշ է, դրա համար այս պլաստիկն էլ է լրիվ ուրիշ ու այդ նասատկեքը ընդհանրապես լավ չի նստում, շատ ապուշ զազորներով մեկը մեկից իմ անիմաստ մի բան է, բայց ամեն դեպքում առել ենք, կտեղադրենք ստից $600 տենց դրա վրա գնաց, գնաց, ինչ ասեմ։ Okay, ընկերներ, ուրեմն հիմա ժամանակն է զբաղվել բանտաժներով, հիմա տենում եք ես մեկի ինչ վիճակ է, կլպված, տաշված, ներկը փախած, մնացածը վատ չի, ես էլ վատ չի, կարելի է նաև սենց թողել, այն մեկը ներկել վերջացնել, բայց ես ուրիշ բան եմ պլանավորել, ու սենց չեմ թողելու, գույնը փոխում ենք սպիտակ, պրոշները պալերովկա ենք անում, ֆեյսերը ներկում ենք սպիտակ, որպեսզի ավտոյի հետ լավ խոսա, կարծում սպիտակ ավտոյի հետ ճիշտ բանտաժների գույնա պետք բռնել, որտեվ եթե սխալ բռնես լավ չի խոսում, իսկ մոխրագույնից ուզում եմ հանեմ, որտեվ տակի մասը մոխրագույնն է ավտոյի, բայց այդ մոխրագույնը պետք է կոտրել ու պետք է կոտրել սպիտակով, հենց որ սկսում ենք զբաղվել սրա վերանորոգմամբ, գնացինք։ Ընկերներ, տանում ենք անվադողերը հանենք անվա հեծերի վրից, հայերեն եմ խոսում էլի, բանտաժների վրից պագիչկեք հանենք, նոր բերենք, սկսենք զբաղվել իրենց վերանորոգման աշխատանքներով, այսինքն պետք է անենք փայլեցում ու պետք է ներկենք սպիտակ երեսային հատվածները, հենց որ տանենք հանենք,
իրարից, որպեսզի հեշտ գործանել լինի։ Գնացինք։ Okay, ընկերներ, հանեցինք արդեն բաղիշկեկը բանտաժների վրից։ Հիմա արդեն կկարենանք հանգիստ գործանենք, ոնց որ դատարկենք ու սկսենք գործանել լվերները։ Ընկերներ, հիմա ցույց տամ ուր եմ հասել, անում եմ ամենաչխիրածս ու ամենադժվար գործը, բայց հիմա ցույց տամ ինչ եմ անում, ուր եմ հասել։ Ուրեմն բանտաժները դե պետք է այս ներկվրից հանվի, ինչպես տեսնում եք, հեսա սրանք դեռ ձեր տված չի, պետք է ներկվրից հանվի, լաքվրից հանվի, մոտարապես այս տեսքն է ունենում, որը որ լիքը շուշաթուղթ ու տանջանք է պահանջում, բայց ամեն դեպքում ստեղ արդեն ունենք ինչ-որ միջանկյալ էտապ, որ այս ներկը լաքվրից հանած է, պրոշները արդեն շուշաթղթված է ու պետք է հիմա արդեն մի հատ էլ շուշաթուղթով կոպիտ ասած ֆրանկ ու փորձենք պալիրովկա անենք, պալիրովկա անելուց հետո պետք է պալիրովկա արած մասը, այսինքն այս պրոշները պետք է փակվի ու ներկվի ու տենց 4 հատ է։ Ամեն անգամ այս գործը անելուց ատում եմ ինձի, բայց պետք է արվի ու անում եմ, հենց որ եկեք շարունակենք, տենանք ուր ենք հասնում։ Ընկերներ, ուրեմն ժամանակն է պալիրովկա անելու։ Ամեն մեկ արդեն շուշաթղթով իհարկե փայլում է պրոշները ալյումինի պես, որը որ իր զավազքոյ տեսքն է, բայց ես ուզում եմ իրենց խռոմի պես փայլացնեմ։ Ոնց որ հիմա կսկսենք փայլացնել, հեսի կվերցնենք։ Այդտեղ հատուկ հարմարանք եմ սարքել իմ համար, այնտեղ ունենք ալյումինի պոլիշ փայլացնելու սարքը, դե մենք ու սկսենք փայլացնել արդեն։ Գերներ, ինչպես տեսնում եք, այս գործը շատ կեղտոտ, մրոտ ու հոգնածուցիչ գործ է, երեսիցս կարելի է դատել, բայց ինչ որ ստացվում է ավելի սիրուն է, քան իմ երեսը, հենց որ եկեք տենանք ինչ է ստացվում։ Խնդրեմ ընկերներ, ուրեմն փայլացնելուց հետո այսպես հայլի է դառնում խռոմի պես պրոշները։ Այսի հետևինի մի հատնա և ստեղ երկրորդն է, որ ներքենք սպիտակ, արդեն սպիտակը սենց փայլացրած ալյումինի հետ կարծում եմ շատ սիրուն է նայվելու։ Ստեղ ունենք Չ փայլեցրածը, ոնց որ տենում եք, իր օրիգինալը սենց է, ինքը բանով լազերով տաշած է, բայց փայլացրած չի, օրիգինալը սենց է, բայց ես որոշեցի, որ անեմ այսենց։ Գրեք դուք էլ գրեք, ձեզ ոնց է դուր գալի ավելի օրիգինալի պես brushed ալյումին, այսինքն տենց չոտկած ալյումին, թե ոնց որ էսի է։
թե սենց ավելի ինձ իհարկե սենց ավելի է դուր գալիս, որովհետև նախ custom է, այսինքն սենց չկա, եթե նայենք որպես գործարանային օրիգինալ բան ենք ստանում։ Երկրորդն երևի ես չարչարվել սիրում եմ, չգիտեմ։ Մնաց դեմ երկու հատ է, էլ անում ենք ու անցնում ենք ներկելու, գնացինք։ Գերներ արդեն մասկիրովկա եմ անում, ներկեմ բանտաժները հիմա այս փայլեցված մասը պետք է փակենք, որ ֆեյսը ներկենք, բայց այդ ընթացքում եկել է նաև մեր կալպակները, այսպես ասած, այս կենտրոնական մասերը, բացենք տենենք ինչ է եկել։ Այս անգերներ 4 հատ նոր կալպակներ, ես իհարկե ուզում էի, որ ոսկեգույն ելներ այս խռումի հատվածը, բայց չկարացա գտնեմ ոսկեգույնով, միտեղ կար պատվիրեցին էլ ասեցին պրծելա չկա, իհարկե ես մեջ պետք է սպիտակ լինի, հետև էսի սիլվերա, արծաթագույնա, իսկ մեզ արծաթագույն պետք չի, որտեղ մեր բանտաժները սպիտակ է լինելու, ինձ որ այս վրանք էլ պետք է սպիտակ ներկվի, կներկվի։ Գերներ հիմա ցույց տամ ուր հասանք, մասկիրովկին ավարտված է, ու կամաց կսկսենք արդեն գրունտ անել ու ներկել ու լակել, հենց որ այս բանի մասկիրովկի պահը երևի ամենաժամանակատարն է, հիմա ցույց տամ ինչ եմ արել։ Ոնց որ տեսնում եք, սա ակուրատնի փակած է, անգերներ, թողել ենք մենակ ֆեյսերը, նույնը այս մեկը և սրանք նույնպես։ Ոնց որ հիմա սկսում ենք գրունտ անել և կսկսենք ներկել, գրունտը չորանալուց հետո գնացինք։ Կալպակներն էլ արդեն մասկիրովկա արած է, պատրաստում ենք ներկելու սպիտակ։ Սրանք արդեն գրունտ է։ Հիմա սրանք էլ գրունտ կանեմ ու կփորձենք ներկելու, գնացինք։ Հիմա անում ենք հետևի բամպերը, քանդեցի արդեն, այդ պադիկիտը դրեցի վրան շատ վատ է նստում, պետք է լրիվ ձևափոխություններ արվին, հենց որ մեքենայի վրա էդի շատ դժվար է, հանեցի ու տանենք արդեն սկսենք վրան աշխատել, գնացինք։ Հետևի բամպերի աշխատանքներն եմ անում, մի հատ ահավոր զիբիլ է, բայց այդ ինչ անեմ պետք է մի կերպ հարմարացնենք, որովհետև արդեն ներմուծումով $700 ու պլյուս $600 էլ գործիք եմ առել, որ կարողանամ այս գործը գլուխ բերեմ։ Սա ֆայբերգլասի մեջ կորած եմ գործիքներով, ամեն ինչով, նայեք, այսքան գործիք եմ մենակ առել, որպեսզի կարողանամ մենակ այսի խելքի բերեմ։ Ստեղ կպցրել եմ կլեյով, որը չի պահել, այստեղ նայեք ինչքան զազոր է տալիս, էսի էլ կտրելով, մոդիֆիկացիաներով մի կերպ հարթությունները բերել եմ մի մակարդակի վրա, բայց ինչպես տեսնում եք, էսի որ պետք է սենց քիփ կպած լիներ այստեղ, այսքան հեռու է, նույնը լինելու է այս կողմից, երբ որ այս կտորը սենց պետք է դրվի ու նորից մի այդքան էլ մնալու է։ Ինչ պետք է անեմ այդ հատվածները փակելու ու ձև տալու համար հələ չեմ մտածել, բայց մի բան կանեմ։ Մի խոսքով ունենք այս ամեն ինչը, շարունակում ենք աշխատենք, բայց երկրորդ անգամ այս զիբիլը ես էլ չեմ առնի, մի կերպ այս զիբիլը այսպես ասած հարմարացրեցի, ձգեցի, ստես զամասկարած տեղ, ինչպես դեմ եք, ստեղ չկա այս կտորը, այսինքն ես ստեղից պրծնում էր, ես ստեղից էր պրծնում, որովհետև կարճ կտոր էին ուղարկել, չգիտեմ ինչի, մի խոսքով նույնն էլ այս կողմը, հիմա սենց հարմարացրել ենք, կփակենք, կսկսենք ներկել արդեն, կստացվի, ինչ կստացվի,
Եսի ինչ չի, բայց լավ է, վատ չի, գնացինք։ Ուրեմն ինչ ենք անում ընկերներ, այսօր մաքրում ենք այս ժանգերը ստեղից ու սուպորտները ներկում ենք, որպեսզի ամբողջական սիրուն տեսք ունենա։ Այսօր զբաղվում ենք դրանով, այսօր գնացինք։ Եկեք նայենք մինչև եկեք նայենք արդեն հետո։ Ինչ ընկերներ, գրեք ձեր կարծիքը ոնց եղավ, սուպորտները դեղին, ամեն ինչ մաքրած, պլպլցրած, քոնտրոլ արմերով, պրուժիններով, չգիտեմ ամեն ինչով, սաղ մաքրած, ամորտիզատորով, բոտերով եւ այլն, կեղտի ջանգից մաքրած, ունենք այսպես հետևը Կարծում եմ, որ սենց շատ ավելի լավ անգերներ, այս մեքենան, ասենք նույնիսկ պատվեսկեն է, դիթել արվել էլի։ Տեսակ ուրեմն սուպորտները ոնց եղավ, կախոցները բաները սաղ դիթել արած, ուրեմն մենած հետևի բամպերն էլ եմ արդեն դրել վրեն, եկեք նայենք ինչ վիճակ կա, բում ընկերներ, սել հետևի բամպերը վրեն։ Կարծում եմ վատ չի հաշվի առնելով, որ ինչ գավն ու էր եկել այդ ավելացնելու կիտը, որոշակի մի բան ստացվել է, վատ չի, ստեղ դնելուց մենակ մի հատ ճաքեց, որովհետև դնելուց երկու կողմից ճկվում է բամպերը, որտև մենակ եմ դրել, այդ ճկվելուց Զամասկեն մի թեթև ճաքեց, մի թեթև չլավ ճաքել են, բայց օքեյ, այդի կդզենք, մնաց ամենակարևոր ընկերներ, մնաց բանտաժները ու կապոտի մեջի մաքրությունը, չնայած կապոտի մեջ մենակ մաքրություն չէ, բաներ կա ներկելու, valve cover-ը պետք է ներկեմ, որ ակուրատնի լինի, մեջը մաքրեմ սիրուն, կապոտին, հենց որ կարծես թե մնացել է երկու բան, բանտաժ պակրիշկա ու կապոտի մեջի մաքրություն ու կարծում եմ կարանք արդեն տենեք ինչ ստացվող ընդհանուր։ Շարունակում ենք։ Ընկերներ ժամանակն է բանտաժները բալերով կանենք, polish այսպես ասած։ Տենեք ինչ է ստացվում, գնացինք։ 1500-ով շուշա թխտել եմ, հիմա կապուտ փադով polish ենք անում, տենեք ինչ է ստացվում, գնացինք։ Գեներ գիշեր արդեն, բայց բալերովքեն շարունակվում է, հիմա սենց արդեն փայլում է մեր ներկը, այտենց սենց կարծում եմ շատ չի երևա տարբերությունը, բայց վատ չի, հաշվի առնելով, որ ներկը այդքան էլ, նո ներկը չէ, լաքը էլի, լաքը տենց թոլոտ լաքը, կարծում եմ սենց բավականին լավ է։ Ընկերներ վուլկանիզացիայում ենք արդեն բանտաժները պագրիշկեքը գցում ենք իրար վրա ամենա դզող պայերից մեկն է բանտաժ պագրիշկեն հենց որ գցենք ու տանենք դնենք ավտոյի վրա
Վերջի շտրիխներն արդեն այն կալպակներն եմ անում, դե կալպակները պետք է ներկվի իհարկե իր գույնին, որտեղ իրենք արծաթագույն էին։ Կալպակները հասկացաք այդ ֆանտազիաների կալպակների մասին է խոսքը, հիմա ցույց տամ ինչ եմ անում։ Ուրեմն հիմա այսինքն ներկում ենք սպիտակ իհարկե, որտեղ բանտաժները սպիտակ է, բայց ինչպես տեսնում եք, իր աստղիկները չկա վրի։ Ու ստեղ ամենամեծ հիմա կինոն է սկսում իմ համար, ցույց տամ խի, ուրեմն ունենք 3 տարբերակ ընկերներ, ինչ գույն ենք անում աստղիկները։ Խնդրեմ։ Silver, այսինքն խրոմ, ոսկի, թե կարմիր խրոմ։ Հիմա արդյոք ցույց տամ հատ-հատ։ Ուրեմն էսի խրոմ, այսինքն ոնց որ ինքը գալիս է իհարկե։ Շատ լավ խոսում է այս դրսի աբադոկի պոլիշ արած մասի հետ։ Էսի խրոմը, ստեղ ունենք ոսկե գույնը, նորից խրոմ արած ոսկե գույն, այս էլ իր հետաքրքրությունը ունի, ու ստեղ ունենք կարմիր խրոմով։ Հիմա բարդություն էին անգերներ, որ ես չեմ կողմնորոշվում, որ մեկը պետքա թողեմ։ 3 գույնն էլ կա։ 3-ն էլ իրենց չափով դուրս գալիս։ Ընկերներ գրեք ձեզ որն ավելի դուր գալիս, չնայած վիդեոյի դե վերջում դուք կտենաք ես վերջնական որը թողեցի, բայց հնարավոր է նաև փոխեմ, եթե անեմ թողեմ ու հետո հասկանամ դուրս չի գալի, հնարավոր է փոխեմ։ Դուք եք ձեր կարծիքը գրեք ընկերներ, սրանցից որ մեկը դուք կնախընտրեիք։ Բոլտերը նույնպես ներկեցինք, լաքեցինք, որ իրենց 5 կեղտոտ տեսքով շլեն։ Ամեն դետալ պետք է իր սիրունություն ունենա, ոնց որ կապոտի մաքրությունը արդեն արեցի, վերջացրեցի, valve cover-ը ներկել եմ, steam clean եմ արել սաղ կապոտի մեջը, հիմա տենենք ինչա ստացվի, գնացինք։ Դե ինչ ընկերներ, մեքենան արդեն պատրաստ է, բոլոր գործերը ավարտված է, մաքրությունը արված է, բանտաժները գցած է, բանդվեսկինի չսրած է, մի խոսքով ամեն ինչ արված է։ Հիմա եկեք հիշենք ինչ էր մեքենան ու արդեն նայենք ինչ ստացանք մեր չարչարանքների արդյունքում։ Գնացինք։
Դե ինչ ընկերներ, այս պրոյեկտը ավարտված է, հիմա եկեք մի հատ հետաքրքիր բան անենք, ուզում եմ ձեր ճաշակն ու իմ ճաշակը համադրենք իրար հետ։ Մի հատ տենանք դուք որ մեկն եք սիրում, ինչպես գիտեք, ես երկու հատ ունեմ այս վագոնից, մեկը 95 թիվն է, մեկը 90 թիվն է, որը նոր վերջացրեցինք, այսինքն մինչև facelift ու facelift։ Հիմա երկուսն էլ AMG-ի հավաքած, երկուսն էլ սպիտակը, ովքեր առաջինի ռեստայլինգի սերիաները չեն տեսել, անցեք վիդեոներում անպայման կգտնեք, նայեք, էլի շատ հետաքրքիր է։ Իրարից տարբերվում են իհարկե ու հիմա եկեք նայենք, թե ձեզ որն է ավելի դուր գալիս, գնացինք։ Ուրեմն ընկերներ, ինչպես տեսնում եք, երկուսն էլ իրար կողքի կանգնած են, 95 թիվ facelift, 90 թիվ pre-facelift, դո restyle, չգիտեմ ոնց ձեզ հարմար է։ Տարբերվում են իհարկե իրանից, էսի ավելի քառակուսի է, քառակուսի ֆարերով, քառակուսի շթերով, էսի մի քիչ ավելի կլորացված անկյուններ ունի իհարկե։ Իրանց body kit-ն էլ է տարբեր, էսի Gen 1, էսի Gen 2, նորից դո restyle, որ նայեք գույնն էլ է տարբերվում, երկուսն էլ սպիտակ են, բայց սրա սպիտակը ուրիշ է, սրա սպիտակը ուրիշ է։ Ես տարբերությունը զգում եմ, էսի ավելի կապույտ սպիտակ է ավելի, էսի մի քիչ ավելի սպիտակ է։ Հիմա եկեք մի փոքր տարբերությունները ձեզ ցույց տամ, դուք էլ ձեր կարծիք ասեք, ձեզ որն ավելի շատ դուր գալի գնացինք։ Ուրեմն նախ body kit-ը ընկերներ, նայեք AMG ուրիշ է, restyle-ինն է, նայեք տարբերությունը կհասկանաք, սա տարբեր է, ֆարերը, body kit-ը, աբլիցովկի են, կապոտը, պատվառնիկները նույնը ստեղ։ Լրիվ տարբեր մեկը մեկից, բայց ամեն մեկին իր սիրողը կա, իր ճաշակը կա։ Շատ մարդիկ իհարկե նախընտրում են դո restyle-ը։ Ես մինչև ես չէի հասկանում խի, բայց այս պրոյեկտը պրծնելուց հետո ինձ էլ սկսեցի ավելի շատ դուր գալ, չգիտեմ թե պասատկից է իջացրած, թե ավելի իր քառակուսի գծերից է ինչպես է, չգիտեմ, մի խոսքով սիրուն է նայվում, գույները իհարկե նայում եք, երկուսն է սպիտակ, երկուսն են ահավոր իրարից տարբեր սպիտակներ են։ Այս մեկը իհարկե ունի 18 դյույմ խռում AMG-ներ, այս մեկի վրա ունենք 17 դյույմ AMG-ներ, այս սրանը լենու նեղա, հետևը լենա, իսկ սրանը հավասար է։ Մի խոսքով, ուրեմն ինչն այլ տարբերությունը սալոնների, էսի կոժ սալոնն է, սենց հիմա ցույց կտամ։ Վարկյան։ Էսի կոժ սալոնն է, երկուսն էլ իհարկե մոխրագույն են սալոնները, բայց էսի կաշվի սալոնն է, էսի MB-Tex-ն է։ MB-Tex-ը դերմոնտինն է, այսպես ասած։ Եկեք սենց մի հատ համեմատություն անենք։ Վանտաժ պագիշկեքի, երկուսն է շատ սիրուն նայվում, խռոմով էլ է շատ սիրուն նայվում, սպիտակով էլ, դու երեք ձեզ որն է դուր գալիս։ Ստեղ հետևից ինչ ունենք։ Իհարկե սրա տակի մասը մոխրագույն է, ձախ կողմի սև պալոսկով, այս շթի պալոսկով, ստեղ արդեն լրիվ մի գույն է, սպիտակ։ Սրա պասատկեն իհարկե ավելի է իջացրած, սրանը չէ, որտեղ սրա տակ իր զավացքոյ պրուժիններն է, սրա տակ H&R-ներ է, որ իրար տեղադրեցինք տեսակ, հետևի ֆարերը սրա AMG style, ոչ օրիգինալ, սրանը օրիգինալ, ընկերներ, բայց էլ է գույնի տարբերությունը նայեք, թեք ինչքան շատ է, սպիտակ, բայց ինչքան մեծ տարբերություն կա։ Մի խոսքով ընկերներ, այսենց էս երկու
Երկու գազանիկները, երկու իմ ամենասիրած վագոնները իրար դերից կանգնած, այնց որ դուք եք ձեզ որն է դուր գալիս։ Ու ասեմ, որ երկուսն էլ պատրաստվում են շուտով վաճառքի, տնենք ոնց կստացվի, բայց չեմ կասկածում, որ հաջող է ստացվել, որովհետև շատ լավն են այս ավտոները, շատ լավ են ստացվել, այնց որ դուք գրեք անպայման կոմենտներում ձեզ որ մեկն է ավելի շատ դուր գալիս ու խի։ Հենց որ ընկերներ կհանդիպենք հաջորդ պրոյեկտի ընթացքում, համոզված եմ հաստատելի մի հետաքրքիր բան լինելու, բաժանորդագրվեք ալիքին անպայման, չմոռանաք լայքեր ու կոմենտներ դնեք, դա շատ կարևոր է։ Կհանդիպենք հաջորդ անգամ ընկերներ, լավ մնացեք։